Հանուն հոր և որդու և ոգին սրբու ամեն։ Սիրելիներ, շատ հայտնի այս կիրակին մեր եկեղեցական այս հերթական ավակ շաբաթ, հերթական պահոց շաբաթների մեջ և բոլորս էլ գիտենք, որ կոչվում է անառակի կիրակ է, այո։ Անառակ որդու մասին է խոսքը։ Բայց մինչև առակը պատմելը նախապատմությանը անդրադառնանք, ինչ է տեղի ունենում։ Քրիստոս ինքը հաց էր ուտում մաքսավորների և մեղավորների հետ, այսինքն մեղավոր մարդկանց հետ։ Եվ շատ ժամանակ իրեն հանդիմանում էին, ասում են, ինչ է, ինքը չի տեսնում Տերը, որ այդ մարդիկ մեղավոր են, որովհետև ինքը տակարանում որոշակի սահմանափակումներ կար շփումների հետ կապված, որպեսզի չարը չտարածվի, չարը պատժվում էր, չարից հեռու էին մնում, չէին շփվում, որպեսզի նաև չփղծվեին։ Հիշեք են կինը, որ արյունահոսություն ուներ և մտքի մեջ ասում էր, եթե դիպչեն նրա զգեստի քղանցքին կբուժվեն, բայց իրավունք չուներ ինքը անելու այդ բանը, որտեղ ինքը անմաքուր էր, արյունահոսություն ուներ, անմաքուր շրջանի մեջ էր գտնում, երկար իհարկե տարիների վեր։ Բայց ովքեր շփվեցին Տիրոջ հետ, իրենք մաքրվեցին։ Եվ Քրիստոս գնում էր դեպի մեղավորները։ Ոչ թե փնտրում էր տեսնել ով է արդար, միայն իրենց հետ շփվի։ Մեղավորների հետ, այսինքն եկեք ասենք մեր հետ։ Մեր նման մարդկանց հետ։ Փարիսեցիները տրտնջում են և ասում են, ինչու է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ։ Եվ Հիսուս այն 100 ոչխարի առակն է պատմում, որ մեկը կորում է, այն 99 կան, մեկը կորում է, ինքը գնում մի կերպ փնտրելով գտնում է և շատ է ուրախանում, ասում է ավելի շատ, քան այն 99 որ ուներ այդ պահին ինքը, որտեղ 99 ոչխարները կային, ինքը հանգիստ էր դրա համար, բայց այս գտնված ուրախություն պարգևեց իրեն։ Եվ ասում է, դրանից հետո ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, ով դարձի է գալիս։ Երկնքում ուրախություն կա։ Եվ երկրորդ օրինակը այն կնոջ մասին է, որը ունի 10 դրամ, մեր այսօրվա 10 դրամը չէ, դա իրենց դրամական միավորն է, և դրանցից մեկը կորում է, ինքը մի կերպ փնտրում գտնում է և ուրախանում է։ Նորից ինչ է ասում։ Ասում եմ ձեզ, Աստծո հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է։ Տալիս է պատասխանը Տերը, որ նույնիսկ տեսեք հրեշտակները ուրախանում են մեր դարձի գալու համար։ Մենք այնպես չի, որ սա ուզում եմ հիշենք, որ կտրված ենք երկնքից, մի գուցե և մենք չենք շփվում, բայց երկնքում նույնիսկ հրեշտակների համար ուրախություն է, որ մարդիկ փոխվում են, մարդիկ դարձի են գալիս։ Եվ դրանից հետո առակն է պատմում, որ ավելի հասկանալի լինի, ասում է, մի մարդ երկու որդի ուներ, ունևոր մարդ էր, նրանցից կրտսերը ասում է, հայր տուր ինձ հասանելիք ժառանգությունը, հայրը այդ ժառանգությունը իհարկե պիտի տար իր մահվանից հետո, պիտի բաժանվեր երեխաների միջև, բայց ինքը նախապես է ուզում, սա իրականում և վիրավորանք է, հոր նկատմամբ, բայց հայրը վստահ եմ, խոսել է, խրատել է, փորձել է ասել, բայց երեխան չի հասկացել։ Եվ վստահ եմ, որ հորը շատ մեծ և նաև մորը և ընտանիքի անդամներին մեծ ցավ է պատճառել ինքը, թողնելով գնալով տնից։ Սա մեր երիտասարդներին եմ ասում, որտեղ երիտասարդությանը հատուկ է սխալներ գործելու մեծ հավանականություն ասեմ լավ։ Որ երբեմն մտածում են, որ իրենք ազատ են, իրենք ինչ ուզեն կարող են անել, այսպես չէ։ Իրենք ընտանիքի անդամ են և ընտանիքը այս անառակ որդու պատճառով ապրում է անորակ կյանք։ Ծանր կյանք է ապրում, անկում անհանգիստ գիշերներ է պատճառում։
Դրանով կարճացնում է իր ծնողների կյանքը, ինքը վատություն է անում այս երեխան իր ծնողին։ Եվ ինչ է անում կրտսեր որդին, վերցնում է գումարը, ունեցվածքը վաճառում է, դրամի է վերածում եւ գնում օտար աշխարհ, գնում է օտար աշխարհ հաճույքներ վայելելու։ Եվ վատ կյանքով է ապրում։ Ի վերջո այդ գումարները վերջանում են, երկում են, սով է լինում, շատ ծանր իրավիճակ, այդ ժամանակ ինքը գնում է այդտեղ այդ երկրի քաղաքացիներից մեկին, խնդրում է, որ աշխատանք տա, սա ասում է գնա խոզ պահի։ Հրեայի համար շատ վատ բան է, խոզը պիղծ է համարում, նույնիսկ դրանց պիտի պահի եւ ասում է սոված է մնում, ուզում էր այդ խոզերի կերակուրը ուտել, իրեն արգելում էին, չեն թողնում, այդ ժամանակ խելքի է գալիս։ Հասկանում է, որ ինքը սխալ է գործել։ Հասկանում է, որ իր հոր ընտանիքում, հոր տան մեջ շատ ծառաներ կան, որոնք որ լավ են ապրում իրենից։ Իրենց վիճակը ավելի լավ է։ Եվ ինքը ինչ է անում։ Ետ է գալիս, վերադառնում է, հայրը հեռվից տեսնում է, ուրախանում է։ Ուրախանում է եւ ասում է, փոխեք զգեստները, որովհետեւ այդ ցնցոտիներով էր ինքը ետ վերադարձել։ Առանց կոշիկների, եթե խոզերի մեջ էր ապրել, այնտեղ էր բնակվել, նրա վիճակը ինչ պիտի լիներ, աղքատությունից եկած։ Ասում է նոր զգեստներ հագցրեք, իհարկե նոր զգեստներ հագցնելուց առաջ ինքը ինչ է ասում, տղան ասում է հայր, մեղք գործեցի երկնքի, այսին Աստծո եւ քո առաջ։ Մեղքս եւ Աստծուն դեմ է եւ քեզ է դեմ։ Այդ դրանից հետո լսելով այս ապաշխարության խոսքերը դարձի գալու, փոփոխվելու, մտքափոխվելու, ուղղվելու այս խոսքերը հայրը ասում է զգեստներ հագցրեք, կոշիկներ տվեք, թող հագնի, կոշիկներ հագցրեք, նույնիսկ մատանի է դնում մատին, որը խորհրդանշում է իշխանություն, այլևս ինքը ոչ թե ծառա է, այլ ինքը նորից որդի է համարվում։ Այդ մատանու վրա կնիկ կար, ինքը իշխանություններ այլևս գործարքներ կնքելու, պայմանագրեր հաստատելու։ Եվ ասում է պարարտ եզը բերեք, մորթեք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին, տեսեք ինչ ասում, մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Սա առակ չէ, մեր շրջապատում էլ կան, մեր կյանքում էլ կան, որ մարդիկ կան, ովքեր որ գնացին ու կորան, գնացին ապրում են, բայց այլևս առաջվանը չեն, գնացին ու փոխվեցին, գնացին այլևս դուրս եկան ընտանիքից, վատ իմաստով, ոչ թե գնացին զարգացան կամ ընտանիք ունեցան, ստեղծեցին նորը, այլ կորան գնացին նույնիսկ հարբեցողությունը դարձրեցին իրենց ոչինչ, կամ չգիտեմ վատ սովորույթները, այդ թմրանյութերը, մյուսները այս տեսակ երևույթները մարդուն փոխեցին, մարդը դարձավ ուրիշ մարդ, բայց ետ չեկան։ Եվ հիմա խոսենք ավակ որդուց, որը որ ագարակում էր, այգիներ ունեն դեր հողեր, այնտեղից գալիս է եւ երաժշտության ձայներ է լսում իրենց տանից, մարդ է ուղարկում, ասում գնա տես ինչ է կատարվում մեր տանը։ Եվ իրեն տեղյակ են բաղում ասելով, որ քո եղբայրը եկել է եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան։ Միանգամից ամբողջական պատասխանը տալիս է։ Ամբողջական պատասխանը։ Ողջ առողջ է, քո եղբայրն է, քո հայրը ուրախացել է, ես եմ մորթել։ Եվ պարզ է, որ ինքն էլ պիտի ուրախանալ։ Վստահ եմ, որ այստեղ եղբոր կերպարը, տեսեք առակ է ինքը, հայրը Աստված է, են ավակ որդին հրեաներն են, կամ մաքուր մարդիկ, այդ փարիսեցիները, ովքեր որ իրենց մաքուր էին համարում, ավակ որդին, են կրտսեր որդին համարում են մեղավորները, կամ այլազգիները, մեղավոր մարդիկ,
Եվ դրա համար է Քրիստոս ասում, մեղավոր մարդու ետ գալը ուրախություն է։ Մարդը նորից վերածնվում է, մարդը վերափոխվել է, մարդը հեղափոխվել է։ Եվ որդին ինչ է պատասխանում, ասում է, ավակ որդին, այսքան տարի քեզ ծառայում եմ, քո հրամաները երբեք զանց չեմ առել, ինձ երբեք մի ուր չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Իհարկե, չեմ ուզում մեղադրել, մենք էլ ենք ավակ եղբայր, կրտսեր եղբայր, մենք էլ ենք ծնողի դերում հանդես գալիս, ամեն անգամ կարող ենք տարբեր իրավիճակներում լինել, ժողովուրդ, մենք կարող ենք լինել եւ ծնող, եւ անառակ որդի, եւ ավակ որդի, ավակ որդին էլ անառակության մեջ էսպես կարելի է, լավ չասեմ անառակություն, բայց անառողջ մոտեցում է, ուր չտվեցիր, որ ուրախություն անեի, եղբայր գոտանը ուրախություն կա այս պահին, այդ ընկերներիդ էլ հրավիրի այդ ուրախությանը, դու էլ ուրախացի, բայց ասում է չէ, ուլը տա էր, ես տաներ ընկերներից հետ ուրախանայի։ Քո կորած եղբայրը արժեք չունի, մի ուլի արժեք չունի։ Սեք ուրախություն, ինչ է պատկերացնում ինքը։ Շատ չմեղադրենք, որտեղ մենք էլ ենք այս վիճակներում հայտնվում։ Մեղադրելը դժվար է, չափով չափում ես, նրանով կչափվես։ Որտեղ հայրը դուրս եկավ, խնդրեց, որ ինքը տուն գա։ Եվ հայրը ասում է, ինչ որ ունեմ ամեն ինչը քոնն է, պետք է ուրախ լինել եւ ցնծալ, որտեղ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ։ Կորած էր եւ գտնվեց։ Կորած էր, գտնվեց, մեռած էր, կենդանացավ։ Ինչ է Աստված ուզում մեզանից, Տերը։ Որ փոխվենք։ Ուրեմն ամենամեծ հրաշքը մեր հավատքի մեջ, մեր կրոնի մեջ, ամենամեծ հրաշքը մարդու փոփոխությունն է։ Այն ժամանակավոր հրաշքները, որ կգան կանցնեն, ամենամեծ հրաշքը մարդու փոխվելն է, մարդու ուղղվելն է։ Դրանով պիտի մենք շարժվենք։ Մարդու դարձի գալն է, մարդու ճշմարիտ ճանապարհով քայլելն է, Աստված ճանաչությունն է։ Բայց մի քանի բառ ես այստեղ հատուկ հանել եմ, ուզում եմ ձեր համար ընթերցեմ 5 կտակարանից։ Խրատի վերաբերյալ, որտեղ զավակները երբեմն չեն լսում իրենց ծնողների խրատը։ Տեսեք մեխանիզմը բացատրեմ։ Հիմա այսօր դժվար է։ Այսօր մեր այնքան շատ ինֆորմացիա է գալիս։ Մենք ամբողջ օրը կառչացենք հեռախոսներից, չէ՞։ Անդադ դա նաև մշակում է նշանակում։ Մենք մշակվում ենք ըստ հեռախոսների։ Մենք այն ենք, ինչ որ ուտում ենք։ Մենք այն ենք, ինչ որ խմում ենք, մենք այն ենք, ինչ որ ստանում ենք։ Մենք ստանում ենք այդ ինֆորմացիան։ Այդ մեր ստացած ինֆորմացիան եթե բաժանենք 100 մասի, քանի տոկոսն է Աստծուց եկած, քանի տոկոսն է հոգևոր ինֆորմացիա։ Տարբեր է բոլորի համար, բայց սա մեզ մտածելու տեղիք է տալիս մեկ։ Հիմա գնանք առաջի դար, Տերը պատմում է առակի ժամանակ, այդ ժամանակահատվածում իրենք երբ ապրում էին, այնտեղ ուրեմն ինչ ինֆորմացիա են ստանում իրենք։ Ծնողներից հիմնականում, բարեկամներ շրջապատ։ Համար 5 կտականում անդադ խոսում է իմաստության մասին, խրատի մասին, որ ծնողները իմաստուն լինեն եւ իրենց զավակներին ճիշտ խրատներ տան։ Այսօր սիրելի երիտասարդներ, ուշադրություն դարձրեք ձեր ծնողների խրատներին։ Հնարավոր է լինեն ոչ ճիշտ խրատներ, հնարավոր է։ Նույնիսկ Աստված ասում է, թագավորներին էլ է ասում, ճիշտ խրատ տուր ժողովրդիդ, իմաստուն եղիր, որ ճիշտ դաստիարակես։ Որտեղ խրատը ինչ է։ Խրատը փորձառություն է, ապրված կյանքի ընթացքում ձեռք բերված ճշմարտություններ են, որ ծնողը անցել է այդ ճանապարհով, չի ուզում որ զավակը եւս անցնի դրանով։ Ամեն անգամ զգովականության ուժը,
հայտնաբերելու համար պետք չէ պարկել ծառի տակ, որ խնձոր ընկնի գլխիդ, որ հասկանաս, որ գոյությունից զրկողականության ուժ, այլևս այդ մասին ասված է։ Իսկ են մարդիկ, ովքեր որ խրատ կընդունեն իրենց ծնողներից, փորձառությունը կընդունեն, իրենք կսկսեն ավելի մեծ մտքեր ունենալ, ավելի իմաստուն կարող են դառնալ, քան թե նորից սկսեն ուսումնասիրել ամեն ինչ զրոյից, հո տառերը չպետք է հայտնաբերես, որ կարդալ սովորես, տառերը կա արդեն, այդ խրատները են տառերի պես են, մեր կյանքում կան, դրանց ուշադրություն պիտի դարձնենք, եւ ամենամեծ խրատի գիրքը Աստծո խոսքն է, Աստվածաշունչն է, որ տալիս է մեզ։ Ես մի քանի բառեր ուզում եմ, տեսեք ինչ է ասում, Արդ թագավորներ, սա Սաղմոսի մեջ է, 2-րդ գլուխ 10 համար, ուշ դարձրեք սրան, որ խրատվեցեք ամենքդ, խրատվեցեք, ոչ թե խրատեք, խրատվեցեք, որ մարդկանց եք դատում, կամ դատել նշանակում է ոչ թե դատաստան անել, այլ ճիշտ ու սխալը որոշել, Աստվածաշունչում այդպես է, որտեղ կային դատավորները ղեկավարներ էին, որ ղեկավարում էին ազգը եւ որոշումներ էին կայացնում։ Ընդունեցեք նրա խրատը, որ Տերը չբարկանա եւ դուք չկորչեք արդարության ճանապարհից։ Նույնիսկ ինչ ասում, երանելի այն մարդը, որին խրատում ես դու Տեր, երանի այն մարդուն, որին խրատում ես դու Տեր եւ օրենքները նրան սովորեցնում, որպեսզի իր ուզածի պես խրատի նրանց իշխաններին եւ նրանց ծերերին իմաստուն դարձնի։ Կամ թեկուզ Սամոսերգուն ինչ է երգում, խնդրում Աստծուց, քաղցրություն, խրատ եւ գիտություն սովորեցրու ինձ, քանզի հավատացի քո պատվիրաներին, գիտություն, խրատ սովորեցրու ինձ։ Երբ որ բացում ենք, տես առաջին ինչ թարգմանվեց մեր Աստվածաշնչում, ճանաչել առակած գիրքը, ճանաչել իմաստություն եւս խրատ, իմանալս բանը սանճարո, ճանաչել իմաստությունը ընկալել, այլ նաեւ խրատը հասկանալ ու ընկալել։ Առաջի բառ, առաջի նախադասությունը դա մեր հայրերը թարգմանել են հայերենի, դա շատ կարևոր է, ճանաչել խրատը, հասկանալ, ընկալել խրատը։ Դա բոլորիս եմ ասում եւ հատկապես երիտասարդներին։ Ընդունեք խրատը մեծերի, ավակ սերնդի, ձեր ծնողների, Աստծո խոսքի։ Այնքան գեղեցիկ, տեսեք ինչ է ասում, այս մեկը ասում, ես չէի լսում ոչ իմ խրատատուի ձայնը, խրատ տվողի ձայնը չէի լսում, ոնց որ անառակ որդին չէր լսել, ոչ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին, մանրամասն չէ շարունակությունը հետո ասում է, թող հետո այնպես չլինի, որ երբ մարմնիդ անդամները մաշվեն, զղջաս եւ ասես, թե ինչու ես ատեցի խրատը։ Իսկ հումոր կար, հերոստատեսությամբ ասում է, ծնողից չէի լսում, ասում է ինչ էր ասում, ասում է չէի լսում, որ հասկանա ինչ էր ասում, պետք է լսել, այնպես որ խրատ ասվածը սիրելիներ, ոչ թե սա մեր ծնողներն է, կամ մեր խոսքն է ուղղված ժողովրդին, խրատը Աստծո խոսքից է գալիս, եւ Աստծո պատվիրանն է, որ մարդիկ այդ խրատը լսեն, իմաստությունը լսեն, ծնողներից լսեն եւ փոխանցեն մեկը մյուսին, հակառակ դեպքում առաջանում է, գիտեք, հասարակություն, որը կապ չունի ծնողը զավակի հետ, թորան հետ կապ չունեն, այն ավանդույթներ, սրբություններ, հարգանք, խոնարհություն, պատիվ, այս ամեն ինչը չի փոխանցվում։ Այդ ազատության մեջ մարդիկ էլ դժվարանում են, ինչ է, մարդը ոչխարի գառի պես է, ոչ վատ իմաստով, ժողովուրդ, ոչխարը տանտեղը չի կարողանում գտնել, այց են դնում առջևից գա, շատ քիչ ոչխարներ կարող են գալ տուն, կովը կարող է գալ, հորթը կարող է գալ, բայց ոչխարը չի կարողանում գտնել ճանապարհը, մարդը հետպես է, մարդը այս մեծ ինֆորմացիայի մեջ, այն որ մենք ստանում ենք այսօր, դժվարանում ենք գտնել ճիշտը, դրա համար խնդրում եմ, ուշադրություն դարձրեք Աստծո խոսքին, Աստծո խրատներին։
Եվ դրա հետո ինչ է ասում։ Սա կասեմ ու կավարտեմ լավ։ Առակաց 6-րդ գլուխ 23-րդ համար ասում է. օրենքի պատվիրանը ճրակ է, կամ Աստծո խոսքը, օրենքները, պատվիրանները ճրակ են։ Ճրակը ինչ է, որ մտության մեջ լուսավորում է մեր ճանապարհը, որ որպեսզի չխարխափենք, չընկնենք փոսը, կամ չընկնենք ընդհանրապես։ Եվ հանդիմանությունը եւ խրատը, հանդիմանությունն ու խրատը լույս են եւ կյանքի ճանապարհ։ Հանդիմանությունը եւ խրատը, երբ որ մարդուն հանդիմանում են, եւ հանդիմանելը եւս պետք է, իհարկե սիրով։ Եվ այդ հանդիմանությունը պիտի անի հարազատ, բարեկամ, կամեցող մարդ, ոչ թե ճշտամին։ Նույնիսկ իրենք աղոթում են, ասում են, Տեր, Մակաբայեցիների մեջ այդպես, ասում է, այլևս մեզ մի խրատիր օտարեն վատ ազգերի միջոցով, որ մեզ վնաս են տալի, թող բարի համբավ մարդիկ թող մեզ խրատեն, այդ խրատը թող քեզանից գա կամ պատիժը, բայց ոչ ուրիշների ձեռքով։ Նման կերպով էլ էստեղ հանդիմանությունը արդար մարդուց շատ լավ ընդունելի է։ Ուրախություն է, երբ որ հանդիմանվում ես արդար ճիշտ մարդու կողմից, դա շատ լավ է, օրհնություն է։ Եվ խրատը լույս է եւ կյանքի ճանապարհ։ Ուրեմն հանդիմանությունը, խրատը լույս է եւ կյանքի ճանապարհ է մեզ։ Լույս, որ ցույց է տալիս եւ կյանքի ճանապարհ, որ տանում է դեպի փրկություն կամ կյանքի եւ ոչ թե մահվան է տանում։ Այնպես որ խրատը շատ կարեւոր է։ Ես ավարտեմ իմ խոսքը սրանով։ Ես ցավում եմ, եթե երեխաները չեն լսում ծնողների խրատը, ոնց որ բոլորդ եք ցավում։ Ցավ է, տրտմություն է ծնողի համար, անզգամ զավակը, որը չի լսում, փորձառու իմաստուն ծնողների կամ պապերի խրատները, ինչպես որ ես որդին գործեց, մեծ վնասներով, բայց ի վերջո գոնե դարձ եկավ։ Ուրեմն պետք չէ մենք էլ նորից մտնենք այդ վնասների մեջ, որ խելոքանանք։ Եկեք ուշադրություն դարձնենք ուրիշի կենսափորձի վրա, որտեղ ուրիշի կենսափորձի վրա սովորողները ավելի խելացի են։ Տիրոջ շնորհը, իմաստությունը յուրաքանչյուրի հետ, Աստծո զորանակ, պահքը շարունակեցեք։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալ եմ։